Պարոն Սիմոնյան, դուք 11-րդն եք ներկուսակցական քվեարկության արդյունքներով։ Ինչպես կմեկնաբանեք, ինչու բարձր վարկանիշ չունեք։ Բարձր վարկանիշ չունեք ձեր թիմակիցներին։ Ներևի չունեմ։ Ինչ հետևություններ կանեք։ Հետևություն կա, որ դա մեր ներկուսակցական խնդիրներ եւ հարցեր։ Դա որևիցե մեկին չի վերաբերում եւ որևիցե չափորոշիչ չի հանդիսանում։ Գուցե չհավաքնեք բարձր պաշտոնի, թե շարունակեք հավաքնել։ Հարգելիս կներեք, բայց որևիցե կապ չի կարող ունենալ ցուցակի։ Ես անցյալ անգամ 6-ն եմ եղել, բարձրացումներին 11-ն եմ եղել։ Ինչ եմ ասում, դա շատ ավելի կապված է իմ կուսակցությունների հետ շփվելու, չշփվելու հետ։ Գուցե աղմուկահորից միջադեպերն են, պարոն Սիմոնյան, պատճառը ոչ։ Չեմ կարծում, որովհետև այն աջակցությունը, որը ես ունեմ մեր ժողովրդի կողմից ու մեր կուսակիցների կողմից, անհավանական ու շատ գնահատում։ Եթե չեմ սխալվում, դուք եք, չէ՞, մեր կուսակցությունը մեր բոլոր գործընկերներին հարցնում, ով որ ձեզ ճեպազրույցեր տալիս, եւ ասում եմ, այդ հարցի պատասխանը դուք եք։ Դուք վարչապետի պաշտոնի բան զումով հետ կադրը։ Դուք վարչապետի պաշտոնին հավակնում եք, թե ոչ, օրինակ քաղաքացիներից մեկը ասում էր հաջորդը դուք լինեք։ Չէ, չեմ հավակնում եւ չեմ կարծում, որ նման հարց ընդհանրապես կա քննարկելու։ Որովհետև ակնհայտ քաղաքական լիդեր գոյություն ունի, այսինքն նման խոսակցությունները դրանք կամ ինչ-որ փոքր սադրանքներ են մեր մեջ ինչ-որ գտնել մեկին, որ կարողան տես բան ասի, կամ աբսուրդ է, քաղաքական ակնհայտ լիդեր գոյություն ունի եւ այդ լիդերությունը որոշվում է ոչ թե կուսակցական քվեարկությամբ, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդի արձագանքով։ Պարզա որ Փաշինյանի անցած ճանապարհը եւ քաղաքական դիրքը եւ կշիռը որևիցե մեկը այս բանի չունի։ Պարոն Սիմոնյան, բայց ամեն դեպքում այս միջադեպը ձեր դիրքերը չթույլատրեց կուսակցությունում։ Լսեք, ինչ անշանակում դիրք, ինչ էինք անում կուսակցությունում, տենց վազում էինք, հասնեինք, հիմա պարոն Միրզոյանը երկրորդ տեղն է զբաղեցրել, բայց պարոն Միրզոյանը օրինակ վարչության անդամ չի ընտրվել եւ ցանկություն էլ չի հայտնել։ Հիմա իր ու իմ դիրքերը ինչ որ ձևով պետք է տարբերակել, պարոն Միրզոյանը իր տեղն ունի, ես իմ տեղն եմ, պարոն Ռուբինյանը որքան էլ որ դա ինձ հաճելի է, իր տեղ ունի։ Մի խոսքով կարծում եմ այդ խոսակցությունները անտեղին են։ Դուք չեք ափսոսում այդ փողոցում տեղի ունեցած դեպքի համար, պարոն։ Գիտեք ինչ, ես ափսոսում եմ, որ նման բան տեսախցիկների առջև տեղի ունեցավ, բայց ես չեմ կարծում, որ որևիցե այլ իրավիճակում ես կարող եմ ինձ այլ ձև պահել, ես չեմ ափսոսում։ Իսկ ինչու ներողություն չխնդրեցիք։ Ումից։ Հայաստանի քաղաքացիներից, ձեր կուսակցությունից։ Հայաստանի քաղաքացիների այդ ներողությունը ինձ չեն ակնկալում։ Ակնհայտ է, որ սադրանքը ինչի ներողություն։ Ասի ակնհայտ մարդը մոտենում է քաղաքական գործից ազգային ժողովի նախագահին, ակնհայտորեն սադրելու բա։ Այսինքն այդ մարդու անցած ճանապարհը կա, ամեն ինչ կա։ Ներողություն խնդրի, չէ՞ Ալես Սիմոնյանը իր բավականին կոռեկտ ինչքան կարած պահեց։ Մարդ է, չէ՞։ Պետք է պարոն Միրզոյան, Բարձրաստան Պաշտոնյան իրենից ջուս պահի։ Հայհոյում է, ասի բան հա կներեք, որ այսինքն դա քաղաքացու հետ շփում չէր, չէ՞։ Մոտենում է ակտիվիստը քաղաքացիական, եթե նույնիսկ այդպես կարելի ասել, կուսակցական, մոտենում է այս մարդուն, ակնհայտ սադրելու մտադրությամբ։ Դա պետության ներկայացուցիչ քաղաքացի շփում չէր։ Բայց Պաշտոնյան չպետք է, չէ՞, սադրանքների տեղ։ Մշտապես պաշտոնյաները պետք է պահեն իրենց կոռեկտության սահմաններում, համեստ, հա, պատշաճ, պարկեշտ եւ այլն, բայց բոլորը միսու արինուց են, ամեն դեպքում կարան նաեւ տեղի կան չէ՞ սադրանք։ Հիմա ռոբոտ չեն, լավ, մեկը մոտենա անընդհատ փորձի հայհոյի, մի օր կասի մի արեք այդպես, մի երկրորդ օրը կասի մի արեք այդպես, բայց երրորդ օրն է կարա ջղայնանա, չէ՞։ Արեք ջան, կարող է այսօրվա միջադեպի ժամանակ, երբ որ մեկը եկեղեցում հարձակվեց վարչապետի վրա, պետք է վարչապետը հիմա մի հատ դրա համար էլ ներողություն տվի։ Այսինքն դա ինչ է, այսինքն կարելի է լայվը միացնել, մոտենալ։ Դու պաշտոնյա ես, դու ներողություն խնդրի։ Վերջի բառերը ասել, դե ձեն հանի, դու մեկա պաշտոնյա ես, չի լինելու դա։ Ես ոչ միայն չեմ ափսոսում, ես ուղիղ ասում եմ, չի լինելու դա։ Բա ի՞նչ է լինելու։ Չի լինելու դա։ Լինելու օրենքով պատասխան, Ձեր պատասխանը օրենքով էր, պարոն Սիմոնյան։ Իսկ ով ասեց, որ ին վրա որևիցե քրեական վարույթ չի բարեցվում։ Նարեկ, հələ սպասի, եղբայր, պարոն Կիրակոսյան, հարգելի Նարեկ, մեկը որ գա քեզ մոտենա, դե հիմա քեզ էլ կարա չսիրի, դու էլ ես հանրային մարդ, չէ՞, դրակով ես։ Ու հայհոյի, դա մի օր կասես տեկոն գնայր, որ կարաս չէ՞ դու էլ տեկոնյա թերներ տեղի տա։
Դուք հիմա ինչ եք լրագրողի եւ պաշտոնյայի կարգավիճակը Պաշտոնյան հավասարեցնում։ էլ ավելի պիտի ջան գործադրի, էլ ավելի զուստ լինի, բայց չի կարելի անverջ սադրել եւ ակնկալել, որ այն դիմացինը պիտի երկաթյա նյարդերով դեմքի որևէ բան միմիկա չփոխելով նույն ռեակցիան տա։ Չի կարելի այդքան սադրել մարդուն։ Այս քիչ չեն դուրս գալիս։ Կամ լավ մի բան էլ ասել, այս մարդու ծնողին, լավ ծնողները, բայց ինչքանով է բան էթիկայի կամ որևէ նորմի մեջ մարդկային տեղավորվում։ Չափա պետք իմանալ ամեն ինչ, ինչքան պաշտոնյան ենք անել այն մյուս կողմը։